Ես տեղում թռչող թռչուններ երբեք չէի տեսել։ Տեսեք, հետաքրքիր է, օվկիանոսի քամին այս թռչուններին չի թողնում, որ առաջ շարժվեն։ Նրանք ինչքան էլ ջանք են գործադրում, թափահարում են իրենց թևերը, միևնույն է, մնում են նույն տեղում։ Ներսումս հետաքրքիր ուղերձ ծնվեց։ Ոնց որ այս թռչունները մարդն էլ հաճախ հայտնվում է այս նույն վիճակում։ Այս աշխարհի քամին երկու վտանգ ունի, կամ քեզ քշում է անկանոն ուղղությամբ, հեռացնելով ճշմարտությունից, կամ էլ ստիպում է դոփել տեղում, զրկելով հոգևոր աճից ու Աստծո կամքի մեջ լինելու անսահման օրհնություններից։ Բայց կա մեկ այլ Սուրբ Հոգու քամին, որ երբեք չի մոլորեցնում, այլ միշտ առաջնորդում է ճիշտ ուղղությամբ։ Եթե հանձնվես նրա քամուն, նա քեզ կտանի փառքից փառք, օրհնությունից օրհնություն։ Դու երբեք չես մնա անզոր, երբեք չես դոփի տեղում, այլ հակառակ այս աշխարհի քամիներին կսլանաս առաջ, վեր կբարձրանաս Աստծո ծրագրի համեմատ եւ օրհնված կյանք կունենաս։ Ուրեմն սիրելիս, չխաբվես ու չտրվես այս աշխարհի քամիներին, որ չնահանջես կամ դոփես տեղում, այլ բացիր սիրտդ ու հանձնվիր Սուրբ Հոգու քամուն։ Թող նա լինի քո զորությունը, թևերը եւ առաջնորդը։ Նա իր սուրբ քամիով քեզ կտանի դեպի երկնային բարձունքներ։ Աստված օրհնի քեզ։ Ամեն։